Բարև ձեզ։ Իմ անունը Սարհատ Պետրոսյան, ես մասնագիտությամբ ճարտարապետ եմ, կողքից նաև ասում եմ քաղաքային պլանավորող, որի մասին այսօր խոսելու ենք։ Նախ շնորհակալություն հրավերի համար, շնորհակալություն ձեզ այս ժամին գալու համար, հատկապես ճարտարապետներին։ Այսօր խոսելու եմ, այսպես ասած, քլնգելու եմ ճարտարապետներին, բայց գնահատում եմ ճարտարապետների այստեղ լինելը, որովհետև մի խաչմերուկ ներքև աշխարհահռչակ ճարտարապետ Վինի Մասը, ով Թումոյի շենքի նախագծողն է, այնտեղ եւս զեկույց ունենում, ու ես զգացված եմ, որ իմ գործընկերները նախընտրել են այստեղ գալ եւ ոչ լսել Վինի Մասին, իմ լավ բարեկամին։ Վերնագրից, որ տեսնում եք, քաղաքաշինություն թե քաղաքային պլանավորում, կարծում եմ սկզբում մի հատ տերմինների, եզրույթների, այսպես ասած, հստակեցում իրականացնենք, որի հիման վրա այսօրվա երեկոյի զրույցը կստացվի, կարծում եմ։ Քաղաքաշինությունը մենք ինչպես պատկերացնում ենք, դա լավագույն օրինակը հենց Երևանն է, բայց այն քաղաքաշինությունը, որ մենք պատկերացնում ենք միջնադարից կամ անտիկ շրջանից մինչև հասնում մեզ եւ Թամանյան եւ մեզ, դա ներկայացնում այն ժամանակ էր, երբ կար խորհրդային միությունը, ինքը հողի տերն էր, շենքերի տերն էր, կառուցողն էր, բաժանողն էր, ամեն ինչն էր։ Եվ անկախ շուկայի պայմաններում քաղաքաշինության տրամաբանությունը ամբողջովին փոխվում է եւ մենք դրա հետևանքները տեսնում ենք ամեն օր մեր առօրյայում, երբ տեսնում ենք, որ քաղաքում անդադ կան դժգոհություններ, որտեղ խնդիրը այն է, որ մինչև այսօր եւս ժառանգելով խորհրդային տարիների տրամաբանությունը մենք փորձում ենք շինել քաղաքը, բարիս ուղիղ եւ ոչ ուղիղ իմաստով, բայց չենք փորձում պլանավորել այն եւ այդտեղ այս տրամաբանության չխկիկը, այսպես ասած, կամ այն ալգորիթմը, որը որոշումներ ընդունվում են, ունի տարբեր դրսևորումներ։ Մենք այսօր ճակերտավոր քաղաքաշինության մասին լսում ենք Կասկադից, Դաունթաունից, չգիտեմ, եւ այլ մեծ նախագծերից, որոնք շարունակում են խորհրդային տրամաբանությունը, երբ մի հատ շատ կարևոր մարդ փակ կաբինետում որոշում է այստեղ պետք է էս անենք, ուղղակի փոխարեն կանչի շինարարական տնտեսների ղեկավարներին, այլ կանչում է իրանք կառուցապատողներին, ասում է եկեք այստեղ ինվեստ անենք, հետո գնանք առաջ։ Այսինքն տրամաբանությունը ամբողջովին շուկայականից անցումը դեպի կենտրոնացված դաշտից դեպի շուկայականի անցումը, դա է, որ մեզ մոտ չի կայացել, եւ վերջի 15-20 տարիները ավարտելով ճարտարապետության ֆակուլտետը եւ մի կողմ թողնելով նախագծումը, այսպես կոչված քաղաքային ակտիվիզմով էինք զբաղվում, ինչ-որ շենքեր էինք փրկում, այգիներ էինք փրկում եւ այլն, ամբողջ ժամանակ մենք չէինք հասկանում խնդրեմը ինչում է։ Մեզ թվում է խնդիրը սերնդային է, մեզ թվում է, որ մեր ավագ գործընկեր, իմ հարգելի դասախոսները, ավագ գործընկերները, եթե այսպես ասած չլինեն որոշումներ ընդունողը, ամեն ինչ կլինի շատ լավ։ Այսպես կոչված Թավշյա հեղափոխությունը ապացուցեց, որ այդպես չէ եւ նոր սերունդը նույն տրամաբանությամբ քաղաքի հետ անում է այն, ինչ որ անում էին քաղաքաշինության տրամաբանության մեջ։ Ուստի 2020 թվականին ես առաջարկեցի հրաժարվել քաղաքաշինություն բառից, փոխել տրամաբանությունը, որտեղ խոսքով հենց որ մենք ասում ենք տրամաբանությունը պիտի փոխվի, կարծես թե չէր լինում, եւ փոխ արանք անգլերեն urban planning բառից եւ քաղաքային պլանավորում եզրույթը սկսեցինք դնել շրջանառության մեջ, որը կամաց այսօր ես տեսնում եմ դրվում է շրջանառության մեջ եւ փոխարինում է այն տրամաբանությանը, որ այսպես ասած անգլերեն իմաստով urban planning կամ ռուսերեն քաղաքային ռեգուլյովանյան, այսպես ասած, այդ տրամաբանությունը սկսում է աշխատել։ Սա ֆունդամենտալ բան է, փոփոխություն է, որը ես մի տեքստ ունեմ, որտեղ ասում եմ, որ տերմինը չի, որ պետք է գեղեցկացնի այս ամեն ինչը, այլ իրականում պետք է այդպես լինի, որ մենք այսօր երկարաժամկետ բայս բուն իմաստով պլանավորման տրամաբանության գնանք, մենք տեսնենք 30-50 տարին քաղաքը որպես մարդկության ստեղծած ամենաբարդ օրգանիզմը իրապես նման տրամաբանություն է ուզում։ Աշխարհի բոլոր երկրներում կան ընտրական ցիկլերը, որ այդ պահին որոշում ընդունող քաղաքապետը կամ այլ մարդը փորձում է մինչև հաջորդ ընտրություններում իր արդյունքը ապահովել, չգիտեմ, էսա ձեզ համար մետրոյի կայանք սարքեմ կամ էս կսարքեմ եւ այլն, բայց քաղաքի խնդիրները իրանք շատ ավելի երկարաժամկետ պլանավորում են ուզում եւ պլանավորումն էլ այստեղ կարելի է քննարկել։
նույն այն խոսույթը, որ մենք շատ տեսնում ենք, բայց Երևանում չկա գլխավոր հատակագիծ եւ այլն, նորից այս խնդրի շրջանակում է լինում, որտեղ գլխավոր հատակագիծը չի, որ լուծելու է Երևանի խնդիրները։ Այնա Երևանը 2025 թվականին 6 ամսվա ընթացքում մշակեց գլխավոր հատակագիծ, չլուծվեց այդ խնդիրը։ Այս եզրույթների, այսպես ասած, խաղը էական նշանակություն ունենալով հանդերձ կա մեկ այլ չհասկացվածություն, որը կարծում եմ նորից լուրջ պրոբլեմա ստեղծում, որտեղ քաղաքային պլանավորումը կամ եթե ինչ-որ մեկի սիրտը շատ ուզում է կարող ենք օգտագործեն քաղաքաշինությունը, ինքը եւ հանրային կառավարման գործիք է եւ գիտակարգ է։ Այսինքն մարդիկ կան, որոնք քաղաքային հետազոտություններ են իրականացնում եւ որոշակի առումով հետազոտական process-ներ են գնում, որոնք միգուցե կիրառական նշանակություն չունենան, բայց միևնույն ժամանակ չգիտեմ, քաղաքապետարաններում կամ այլ մարմիններում պետք է լինեն նման մարմիններ, ովքեր զբաղվում են քաղաքային պլանավորմամբ կամ քաղաքային խնդիրներով, նորից կարող ենք այդտեղ ազատ լինենք, կարևորը բովանդակությունն է։ Դասական իմաստով Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության շրջանակում եւս այս խնդիրը կա, գիտեք, մենք ունենք քաղաքաշինության կոմիտե, քաղաքաշինության մասին օրենք, եւ քաղաքաշինության մասին օրենքը քաղաքաշինությունը բաժանում է 3 բաղադրիչների՝ տարածական պլանավորում, spatial planning կամ հենց նույն քաղաքային պլանավորումը, որ ես օգտագործում եմ, շենքերի նախագծում, ճարտարապետություն եւ այլն, այս ամեն ինչը որ տեսնում ենք, եւ երրորդ բաղադրիչը շենքերի շահագործումը, որ մեր մոտ ընդհանրապես կարծես թե դա չի կառավարվում, դրա մասին մոռացել ենք։ Դավիթ Խաչակյան դահլիճումը համատյությունների մասին մենք ունեցել ենք հերակավեճ եւ այդ քաղաքաշինության երրորդ բաղադրիչն է, որ միշտ մոռացվում է եւ ունենում է իր հետևանքները մեր բակերում, շքամուտքերում եւ այլն եւ այլն։ Այս դրամաբանությամբ անցումը, այսպես ասած, այս երկու իրավիճակներից ֆունդամենտալ է։ Պետք է հասկանանք նաև քաղաքային պլանավորումը, քաղաքացիության դեպքում, երբ մեկ մարդու, այսպես ասած, օպերա ինքը ամեն ինչի տերն է, այս դեպքում արդեն մենք ունենում ենք շատ բազմախաղացող գործընթաց, եւ քաղաքային պլանավորման դեպքում մենք կարող ենք շատ ավելի մանր խնդիրների անդրադառնանք։ Ես չգիտեմ, բարեբախտաբար թե դժբախտաբար ապրում եմ Սարյան փողոցում եւ ամենանը միշտ դժվար է ինձ համար գնալ նոր Զովքից գնումներ կատարել, որտեղ սրճարանի աթոռները շարված են այնպես, որ ես դժվարությամբ եմ անցնում 2 տոպրակով, հատկապես գիշերային ժամերին։ Եվ այդ սեղանների, այսպես ասած, դրսի դասավորվածությունը եւս քաղաքային պլանավորման բաղադրիչ է, որ մենք ընդհանրապես չի կարգավորվում, վստահ եմ կարգավորվում է ինչ որ մի հատ ավականու ինչ որ մի հատ իրավական ակտով, եւ ես միշտ իմ ուսանողներին ասում եմ, թողներին ինձ տնտեսագետներ եւ իրավաբանները, որ մեր երկրի խնդիրներից մեկն է, որ երկրի զարգացման ողջ տնտեսությունը ճարտարապետությունը շենքի զարգացման մշակման տնտեսագետն եւ իրավաբանները շատ կարևոր բաներ բաց են մնում եւ այդ մասով ես շատ սիրում եմ օրինակ Երևանի ավականու այն որոշումը, որ ասում է յուրաքանչյուր բնակիչ պետք է արևելագույն 300 մետր հեռավորությամբ ունենա աղբաման, բայց իմ աղբամանը մոտ, չգիտեմ, շատ ավելի հեռու է եւ այդ որոշման մեջ այդ իրավական ակտը, որ միգուցե շատ գրագետ գրված է, չկա այն քարտեզը, որտեղ պետք է լինեն աղբամանները կամ մեկ այլ բան, օրինակ նույն Կարմիր գծերի պատմությունը, որ մենք ունենք, այդ որոշումը, որ Կարմիր գծերի որոշում են, ասեմ ձեզ, որ դա որտեղ սկսելը, որտեղ ավարտվելը, որոշվում է ոտի վրա տեղում ներկը ձերքը բանվորի հետ միասին, այլ ոչ թե մեկ այլ, այսպես ասած, տարածական որոշման մակարդակով է լինում։ Եվ քաղաքային պլանավորում, որ մենք ասում ենք, այն գլխավոր հատակագիծը կամ մնացած փաստաթղթերը, որոնք հիմնականում օգտագործվում են ինչ-որ մեկին ընդհանրություն տալու մերժելու համար, այլ դրանք այն փաստաթղթերն, որ մինչև այդ մակարդակ նստարան, շքամուտ, բակի կազմակերպում կարծում եմ պետքա կանոնակարգեն եւ բազմաթիվ աշխարհի երկրներ, քաղաքներ կարող ենք օրինակներ բերենք, որ այդ նման դեպքերում կանոնակարգվում են մինչև պատուհանի գույն, ծաղկաման դրված ծաղիկների գույն եւ այլն եւ այլն։ Սա առաջին հայացքից միգուցե շատ տրիվիալ ինչ-որ բան լինի, բայց հենց որ այս խնդիրները չեն լուծվում հանրային կառավարման մակարդակում, դրանք լուծում են միջանձնային, այսպես ասած, հարաբերություններում, այդ դեպքում դուսագալի շենքում ով հին բնակիչ է, շենքում ով ավելի կապեր ունի եւ այլն, ինքը կարողանում ավելի շատ բակից տարածք վերցնի, իր շքամուտքում իր դիմաց ավելի լավ սարքի եւ այլն, այլ չեմ ասում, որ բազմաթիվ բիզնեսների համար տրամաբանությունը չի դառնում հասկանալի։ Եվ այս օրինակը միշտ կա, որ դիցուկ
Բանջարանոց փողոցում գտնվող այն 600 մետրանոց հողը, որի վրա կարելի է սարքել 2 հարկ, եւ այն նույն տեղում գտնվող հողը, որի վրա կարելի է սարքել 16 հարկ, դրանց շուկայական արժեքը շատ բարձր տարբեր են լինում եւ այն գնորդը, այն բիզնեսմենը, որ ներդրում է կատարում կոնկրետ այդ հողը գնելուց, եթե քաղաքային պլանավորում կա եւ այդ փաստաթղթերի պատշաճը մշակած, գնորդը մինչեւ այսպես ասած որոշումը կայացնելու հողը գնելու, իրան հասկանալի է, որ ինչ ընթացք կա ունենալու այդ ներդրումը եւ ինչ վերադարձելություն է ունենում, կամ կարող եմ ասել մեկ այլ օրինակ, մեր հայտնի օլիգարխներից մեկը Դալմայի այգում հսկայական շատ թանկանոց տուն էր սարքել իր համար, մեծ ներդրումով եւ այլն լողավազանով եւ հետո կողքը կառուցվեց 16 հարկանի շենք, որը զորական, այսպես ասած, շուկայական արժեք դարձեց այդ հողը, որտեղ այդ մարդու այդ ողջ, այսպես ասած, ենթակառուցվածքը, որը պետքա որոշակի առանձնայնություն ապահովել, չի կարող ապահովել։ Այսինքն քաղաքային պլանավորման գործիքները ոչ միայն մեզ որպես խստապահանջ քաղաքացիներ պետք է որ մենք թույլ չտանք ինչ-որ շենք քանդել կամ սրճարան օնլայնել եւ այլն, այլ դա նաեւ բիզնես գործընթացների համար ֆունդամենտալ, այսպես ասած, խնդիր է լուծում, ել չեմ ասում այն երիտասարդ ընտանիքները, որոնք եկամտային հարկի վերադարձով ընդունեն քանակերավանում նորից գնացել են, որպեսզի Երևանից կտրված ունեն սեփական տանը ապրեն, բայց հետո քանակերավանի կողքը կառուցվում են Աչափնյակի նման 16 հարկանի բնակելի շենքեր եւ այդ մարդու ողջ կյանքի երազանքը, այսպես ասած, փլվում է իր աչքի առաջ եւ այդպես հոտ ցածնդում։ Ոստի այս գործիքը միայն այս խմբի չի, սա պատշաճ նորմալ հասարակությունում ապրելու ֆունդամենտալ գործիք է։ Եվ այս ալգորիթմի կոնտեքստում բնականաբար շատ կարևոր է դառնում նաև մասնակցայնության բաղադրիչը, ես հիմա մի քիչ մյուս բանից եմ պատմում արդեն, բայց մասնակցայնության եւ թափանցիկության բաղադրիչը եւս ֆունդամենտալ է դառնում։ Ես հիշում եմ, երբ մի քիչ երիտասարդ էի եւ փորձում էի զորով կարողացանք համոզենք, որ քաղաքաշինության այն ժամանակ նախարարության հիմա կոմիտեի կայքում սկսեն տեղադրվել Հայաստանի, Երևանի եւ այլ քաղաքների գլխավոր հատակագծերը, ինչ որ որդով անվորակ ջփեգներ էին առաջանում, հետո մենք ասում ենք ջփեգները թող առաջանան, ջփեգներով չեն կարող մենք հետևենք ինչ է իրականացում, ինչ փաստաթղթեր կան։ Վերջերս Երևանի քաղաքապետարանը ստեղծվեց այսպես կոչված GIS-ի համակարգ, GIS-ը AI պես մի բան է, ում ասում ես, ասում եմ, վա, էշի լավ բան է, բայց հենց մի քիչ խորանում ես, մեկ էլ տեսնում ես, որ տակը ոչ մի բան չկա, GIS-ի մասն է, AI մասին չի կա։ Եվ մոտապես նման բան տեղի ունենում այսօր Երևանում, երբ մենք իրապես մեծ ցանկության դեպքում լինենք ճարտարապետ, քաղաքացի եւ ուրեմն կառուցապատող, չենք կարողանում գնանք եւ հասկանանք, որ քաղաքային պլանավորման կամ տարածական պլանավորման այն կառուցակարգերը, որոնք կան կոնկրետ տարածքում, որոնք են դրանք եւ ինչպես մենք կարող ենք դրանք ուրեմն կիրառել եւ ըստ այդմ ճիշտ ուղղությամբ գնալ։ Շնորհակալություն։ Ինձ Դավիթ Խաչատյան։ Ինձ հետաքրքիր է պլանավորման մասով, երբ մենք ասում ենք, որ մենակ գլխավոր հատակագիծը բավարար չի, պետք է լինի կանխատեսելիություն, հարկայնություն, ամեն դեպքում մասնավորի հետ համագործակցությունը տեղ ոնց է կարգավորվում։ Եթե մենք ֆիքսում ենք, որ ինչ-որ թաղամասում կա հստակ հարկայնություն, ամեն դեպքում դրանից հետո այդ ներդրումը շատ տարբեր տեսք կարող ունենա, սկսած սոցիալական բնակարանաշինությունից, վերջացրած ինչ-որ ավելի ճոխ էլիտար թաղամասային բանով։ Հիմա այստեղ ոնց են խաղի կանոնները առհասարակ սահմանվում, որն է համաշխարհային փորձը, որ մասնավորները դիմեն ու իմանան դա ինչ տիպի պրոյեկտ պետք է լինի, սկսած շենքի տեսքից վերջացրած իր բյուջետային բանով։ Եվ արդյոք դա վերաբերում է ամբողջ քաղաքին ու բոլոր թաղամասերով, թե ամեն դեպքում սահմանվում են առաջնահերթություններ, որը համալրվելուց հետո մենակ քաղաքի մնացած մասն է պլանավորվում։ Մերսի։ Շնորհակալություն։ Հայաստանի նման փոքր տարածքով փոքր երկրները Հոլանդիա, Բելգիա, այսինքն զարգացած աշխարհի զարգացած երկրների շարքին տասվող երկրներում երկրի ողջ տարածքը պլանավորված է։ Իհարկե մեզ համար դա չինարենա հնչում, որտեղ մենք ողջ երկրի համար նորմալ քարտեզ չունենք, շատ հեռու ենք մենք դրան հասնելուց, կասեք
տղայի ինքը տաների ժամանակին, բայց մենք քայլեր անում ենք։ Բայց տրամաբանությունը կարող է անում, որ այո, ողջ քաղաքը բոլոր բնակավայրերը պետք է ունենան պլանավորման փաստաթղթեր։ Պլանավորման փաստաթղթերը պետք է դնեն հիմնական խաղի կանոնները, բայց միևնույն ժամանակ պետք է թողել շատ դժվար, շատ բարդացված, այսպես ասած, կանոնակարգը խախտելու հնարավորություն, որովհետև հենց որ մենք ընդունենք Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը մշակում են մի փաստաթուղթ, որը համընդհանուր խաղի կանոններն է եւ մենք Երևանցիների մեծամասնությունը ընդունենք, ունենք իրավիճակ, որ մեծամասնության կողմից ընտրված մարդ կա եւ ձերքը բարձրացնում է եւ դա դառնում է բոլորիս համար պարտադիր, ամեն դեպքում այդ բանին ես որ դա մշակում է, դու չես կարող 100%-անոց պլանավորես ամեն ինչը եւ պետք է հնարավորություն տալ բացառիկ դեպքերում շատ դժվար, թանկ, տաժանակիր ճանապարհով կարողանաս շրջանցել դա եւ որոշակի առումով խախտես այդ կանոնները, բայց ես գտնում եմ, որ Երևան եւ Հայաստանի բոլոր բնակավայրերը պետք է ունենան այդ փաստաթղթերը։ Եվ այսպես ասած խախտելու, ճակերտավոր խախտելու հնարավորությունը պետք է տալ նրա համար, որպեսզի մենք չսահմանափակենք մարդկային ստեղծագործականությունը եւ բիզնեսի տեսակետից եւ ճարտարապետության շենքի տեսակետից։ Օրինակի համար շատ քաղաքներում ցանկացած, նույնիսկ եթե ընդունենք գոտևորման նախագիծ կամ չեմ ուզում կոնկրետ նախագծերի անուն տանք, որտեղ մենք ունենք մեր կլիշեները հայկական իրականությունում այդ փաստաթղթերը ինչ տեսք ունեն, պետք չի դրանց մասին մտածել, իրանք բանի պետք չեն, բայց եթե ընդունենք այդ գործող փաստաթղթով կա որոշակի սահմանափակում, նույնիսկ այդ սահմանափակման շրջանակում փոփոխության դեպքում կոնկրետ շարժվող բոլոր բնակիչները պետք է իրազեկվեն եւ եթե բողոքներ կան հավաքվեն եւ այլն եւ նոր դու իրականացնես այդ փոփոխությունը։ Հայաստանում էլ ձևական ունենք այդ գործընթացները, բայց չեն գործում։ Հաջորդ քայլով արդեն հենց որ դու ուզում ես փոխես, այսպես ասած, ընդունենք Վահագնիում ունենաս 6 հարկանի շենք 3 հարկանի փոխարեն, Վագնիում չէ, Վագնի նման մի հատ միջավայրում, որտեղ Վագնիում չես կարող, ապա այնպիսի բարդ գործընթացներ պիտի լինի, որ քո բիզնես հաշվարկը կամ մնացած բոլոր հաշվարկները իրոք արժեն այդքան փոփոխել այդ ամեն ինչը, որ դա իրականացնել։ Ուստի ձեր հարցին պատասխանելով, այո, բոլոր ուրեմն ուրբանիզացված տարածքները պետք է ունենան պլանավորումը կարող է սկզբում իդեալական չլինի, բայց դա ժամանակի ընթացքում հավաքվում են, բայց պետք է հասկանալ, որ այդ պլանավորումը դա գույքային իրավունքի մի մասն է, ինչպես նշեցի 640 մետր 300 արևելագույն թույլտվությամբ եւ 640 մետր 1600 թույլատվությամբ, դրանք տարբեր գույքային իրավունքներ են։ Մենք բոլորս գույքին նայում ենք որպես բացարձակ սեփականության իրավունք եւ մոռանում ենք, այսպես ասած, մնացած բաղադրիչները, որոնք դրա մի մասն են։ Հույսով եմ պատասխանեցի։ Բարև ձեզ, ես Գորն եմ ու այս ամենը շարունակելով կուզեի իմանալ ոնց է կարգավորվում ու վերահսկում այն գործընթացը, որ դիցուք հավանաբար քաղաքապետարանն է դրանով զբաղվում, որ գնահատում են թողունակությունները, ասենք կառուցվող բազմաբնակարան համալիրների թաղամասերի, թե ասենք չգիտեմ ջրամատակարարման, ջրահեռացման, տրանսպորտի տրաֆիկի եւ այլնի հոսանքի այդ ամեն ինչի վերահսկողությունը ոնց է իրականացվում։ Իդեալական պայմաններում թե հայկական իրականությունում։ Հայկական իրականություն։ Չի արվում, պատասխանեմ, բայց ումից կարելի է դա պահանջել։ Դա պետք է պահանջել թույլտվությունը տվողից, ով պետք է ունենա տվյալներ, դահլիճում են նստած տվյալներով, քաղաքային տարածքում տվյալներով զբաղվող մարդիկ, որոնք այդ տվյալները պետք է հավաքվեն, դրանց վրա պետք է ռեսուրս ծախսվի եւ որոնց հիման վրա կարելի անել այդ վերլուծությունը։ Օրինակի համար մենք վերջի 6-7 տարիների ակտիվ շինարարության արդյունքում ունեցանք այն իրավիճակը, որ Երևանի որոշ հատվածներում խմելու ջուրը տրվում է ժամով։ Եվ նաև այլ պատճառներ կա, բնականաբար միակ պատճառը չի, բայց Վիոլայի գործընկերների հետ խոսելու արդյունքում այդ է լինում։ Այս որոշումների ընդունման ալգորիթմի ֆունդամենտալ բաներից մեկը դրանք տվյալներն են։ Այդ տվյալները հավաքելու համար պետք է ծախսել գումար։ Օրինակի համար ես այս օրինակը շատ սիրում եմ, կներենք այդ մարդիկ, ովքեր բազմաթիվ անգամներ միգուցե լսել են, Երևանի հանրային տրանսպորտի ռեֆորմը, որ հիմա իրականացվում է, մշակվում է 2017 թվականին մշակված ծրագրի շրջանակում,
որի համար հիմքած ծավալել 2015-ին հավաքած տվյալները։ Այսինքն այսօր Երևանում մենք անում ենք հանրային տրանսպորտի ռեֆորմ 11 տարվա վաղեմության տվյալներով, հենց որ ավտոմեքենաների քանակը կրկնապատկվել է Երևանում։ Ոստի ինչքան էլ քեզ կոտորես, դու չես կարող ունենալ լավ արդյունք, որովհետև դու արդեն քո հիմնային ելակետային դիրքը տվյալը սխալ է։ Դրա վրա գումար չի ծախսվում։ Հենց որ գումար չի ծախսում դրա համար, ուրեմն դու որոշում դեռ ճիշտ չես ընդունում, որոշում որ ճիշտ չես ընդունում, հետո դու ունես կետային հատվածային որոշումներ ընդունելով, ընդունենք մեծ ինվեստոր գալիս ասում է ես այստեղ ուզում եմ ինվեստիցիա անեմ կամ մեր լավ աղբերն է գալիս ինվեստիցիա անցնում եւ այլն եւ ստացվում են ինչ ստացվում է։ Շնորհակալություն շատ դահլիճում առնվազն 5 սոցիոլոգ կա ես հաշվեցի, որը Գագիկը Իրինան բոլորը այստեղ շատ ամինեն ես էլ եմ սոցիոլոգիայի ֆակուլտետից Արթուր Անունս եւ ինձ մոտ ավելի շուտ երևի մեկնաբանում կլինի ձեր ասածների այն իմաստով, որ մեր գիտության մեջ կա այսպիսի տերմին, որը կոչվում է մշակութային դետերմինիզմ։ Դա այն մասին է, որ եթե մշակույթն է այդպիսին, բան չես կարող փոխել։ Ոչ կանոնակարգերով, ոչ քաղաքականությամբ։ Եթե մարդկանց դուր է գալիս միմյանց գլխին նստել տրանսպորտում օրինակ, երբ որ դու չես պահանջում լրացուցիչ ավտոբուսներ, որովհետև սովոր ես նրան, որ մեկը մյուսի վրա պիտի նստի, եւ անգամ ազատ փողոցներում ես տեսնում եմ, որ ին վրա են քայլում մարդիկ, հենց սա ոչ միայն քաղաքային պլանավորման որպես մակրո երևույթի մասին, այլ միկրո մակարդակում մարդկանց միջև փոխհարաբերությունների մշակույթն է։ Եվ մեր գոլեգաները սոցիոլոգիայի ֆակուլտետում նաև խոսում են հորիզոնի մասին, երբ որ դու կառուցում ես մեկը մյուսի վրա բարձրահարկ շենքեր, դու փակում ես հորիզոնը։ Ինչու են մարդիկ դա ոչ միայն հանդուրժում, այլ նաև այդպիսի բնակարաններում նախորոք տուն առնում, որովհետև հորիզոնը չի կարևորվում։ Իսկ հորիզոնը մարդու մտածողության մեջ եւ ազգի հեռանկար տեսնելու կարիքն է, պահանջմունքն է, եւ հեռանկարը նշանակում որ դու ունես ապագա, իսկապես, եթե դու չես հետաքրվում նրանով, թե ինչ կա հորիզոնի ետևում, դու երբեք այդտեղ չես հասնի։ Դու կմնաս քո այդ քարանձավայի մտածողության մեջ, թեկուզ շատ թանկ բնակարանում, բայց հորիզոն չես տեսնելու եւ մարդկանց դա դուր է գալիս, կարևոր չէ ծառը, կարևոր չէ հորիզոնը, կարևոր է բարձր հարկը, ընդ որում ոչ միայն նրա համար, որ բարձր հարկը ուրեմն լավ օդ մի քիչ կունենա, այլ որովհետև կարգավիճակն է։ Բարձր հարկում ապրողը ինչպես բանտի խցում, վերևի մահճակալին պարկողը կարգավիճակով ավելի բարձր է եւ եթե սովետական ժամանակ օրինակ մարդիկ նախընտրում էին ցածր հարկերում բնակարաններ, որովհետեւ եթե ջուրը անջատվի, քո մոտ կհասնի, ֆունկցիոնալ մոտեցում էր, այսօր սիմվոլիկ մոտեցում է ցուցադրվում, որքան բարձր է հարկը, այնքան դու դոմինանտ ես տակի հարևանների համար հանդեպ, ինչպես միջնադարում օրինակ երբ որ տվյակ է կառուցել իշխանը, միշտ բլուրի վրա է կառուցել, մեզ մոտ էլ կան այսպիսի իշխաններ այսօր Երևանում Երևանի շուրջ, միջնադարյան մտածողություն ունեցող ազգը կարող է ունենալ 21-րդ դարի ճարտարապետություն եւ պլանավորում։ Մշակույթն է սա եւ մշակույթը շատ կոնսերվատիվ երևույթ է։ Ինչպես եք կարծում։ Որոշակի առումով ընդունելով հողի վրա եղած իրականությունը, բայց ուզում եմ հիշեցնել, որ Երևանում մինչև 2009-10 թվականը մարդիկ փողոցները հատում են որտեղից ուզում են։ Մեկ շաբաթվա ընթացքում վարչապետի բոլորի կողմից, այսպես ասած, չսիրված վարչապետ, ինչպես լինում է մեզ մոտ, իր կողմից եղավ հայտարարություն մի քանի տուգանքներ, այդ թվում եւ ես եմ 3000 դրամով տուգանք է տուգանվել Հյուսիսային Պողոտա Թումանյան խաչմերուկի մոտ եւ սկսեցին կարծես թե լուծվել է Երևանում զեբրաներով հետիոտն անցումներով անցնելու խնդիրը, իհարկե բացառություններ լինում են։ Բնականաբար սա ցույց է տալիս, որ որոշակի առումով մինչև ինչ որ մակարդակ մենք պատրաստ ենք վերափոխել մեր կենցաղը, բայց դա ուզում եմ ասեմ բնականաբար եւ ջանք է պահանջում, բնականաբար միշտ կարելի է նման դեպքերում մեղքը դնել հասարակության մտածողության եւ այլնի վրա, բայց կարծում եմ, որ նաեւ իշխանությունը կամ
փորձում եմ այդ բառը խուսափել, բայց այն մարդիկ, ովքեր հանրային կարծիքը ձևավորում են էլիտան, որոշակի առումով կարող է թելադրել եւ մարդկանց ասել այն Իտալիան, որ դուք պետբյուջեի սուբսիդավորով գնում եք եւ հիացած նկարում դնում եք, այդ փոքր իտալական կտոր կա Կոնդում, կա Գորիսում, կա Գյումրիում, բայց եթե մենք կառուցենք այնպես կամ Նորագյուղում, ասեմ, եւ եթե մենք կառուցենք այնպես, ինչպես կառուցել ենք վերջի, չգիտեմ, տարի, X տարիները, ապա մենք չենք ունենա նման ճակերտավոր իտալական անկյուններ։ Այսինքն ես կարծում եմ կա որոշակի ներուժ, ես չեմ ուզում Երևանը լինի այնքան թողներեն ինձ գերմանացիները այնքան անհետաքի քաղաք, ինչպես գերմանական շատ բազմաթիվ քաղաքներ են, չեմ էլ ուզում լինի իտալական ինչ-որ քաղաք, Երևան ուզում եմ լինի Երևան, որտեղ կա եւ ժառանգությունը, եւ մարդկանց իրավունքները, եւ մեքենայի կայանումը դա ինչ են ասում, արյան գնով ոսկե շղթայի հաստությամբ չի որոշում, այլ կան կանոններ, որոնք բոլորս ենթարկվում ենք այդ կանոններին։ Նույնը կարող եմ այդ հորիզոնի վերաբերյալ խոսակցություններում ֆունդամենտալ է եւ մեծ ջանքադրված, մեծ խոսակցություն ա եղել, մեծ գրականություն ա եղել Երևանից դեպի Արարատ բացվող, այսպես ասած, տեսարանը, որը ուղիղ կապ ունեցել նաեւ անշարժ գույքի շուկայի հետ, հիշում եք, ասում էին, որ սփյուռքահայերը, եթե Արարատ տեսարան կա գինը մի քիչ բարձրացա, եւ ոչ միայն սփյուռքահայերը, դեպքում հիմա մի քիչ դրա համար լավ ժամանակներ չեն, բայց տեսականորեն դա եւս կարեւոր է եղել մեզ համար։ Հիմա կարող է տեսան դեպի Արագածը, Արային կամ միգուցե եւ Արարատը եւ Արագածը արդեն բինգո է լինում, դրանք եւս կարեւոր են։ Ոստի այդ իմ եւ դա ցույց է տալիս, որ կա հանրային պահանջ։ Նույնը կանաչի համար եմ ասում։ Հիմա ամեն մեկս ենք որոշում, որ մենք ուզում ենք ապրել քաղաքի կենտրոնում, որ մեր երեխաները չեն կարող իջնեն բակ, թե մենք ուզում ենք ապրել Նորքի զանգվածն, որ երեխաները կարող են իջնել բակ, թե իմ նշած քանակ Երևանում ապրենք, որ մեր երեխեք ունենան մեր առանձին բակը։ Ստեղ ես մի քիչ չեմ սիրում այդ բանը, արտահայտությունը, որ ճարտարապետությունը կամ քաղաքային պլանավորումը տվյալ դեպքում ունի հասարակությանը կրթելու ինչ-որ մի բան, որտեղ մենք շատ սիրում ենք դրա մասին խոսել, հատկապես post factum։ Մենք շատ սիրում ենք ասենք, որ այս ճարտարապետությունը ստեղծեց, չգիտեմ, ֆաշիստական օրինակ Գերմանիան կամ Ստալինյան, իրական հակառակն է, նա է ստեղծում ճարտարապետությունը, բայց այդ ուրիշ խոսակցությունն է։ Ոստի կարծում եմ սա հավի ձվի պատմության նման մի բան է, բայց ես որպես այս կոպիտ ասած հավի դերում ես անգամ կարծում եմ, որ որոշակի մշակույթը փոխելու ջանք պետք է լինի հասարակության ինչ-որ մասից, որը բերելու է, այսպես ասած, ավելի անվտանգ, ավելի երջանիկ տարածություն ստեղծելու համար։ Բարև ձեզ, Մեսրոպ Անդրեասյան, քաղաքային պլանավորման տվյալներով զբաղվող մասնագետ։ Նախ մի հատ հարց ունեմ, բայց մինչև այդ ձեր ասածին մի հատ բան դարձնեմ։ Ճիշտ դեպքում ոնց որ պետք է արվի, այտենց չի, բայց սովորաբար ինչ են անում մեր մոտ, այդ բեռը դնում են պատվիրատու կառուցապատողի վրա, հենց ասում են գնա ինչ-որ ուսումնասիրություններ արա, հաշվարկներ արա ու բեր մեզ ապացույցի, որ քո արածը խնդիր չի առաջացնում։ Դա լիքը խնդիրներ կա, որտեղ ինքը ինչ ուզի կարող անի, էլի, բայց սովորաբար ԱՊԶ-ի պրինցիպով անում, ոնց որ իրանք պետք է ասեն ինչ կարաս սարքես, բայց իրականում ասում են գնա արա բեր, մենք ասենք դա կարելի է, թե չէ, մնացածը, քանի որ ավելի բարդ ուսումնասիրություններ է պահանջում, դա առավել եւս չեն կարող անում, դա համար ասում են գնացեք մի բան բերեք, մի քանի տենց պրեցեդենտ եղել է, որ ասում են հաշվարկ արեք, բերեք ու ոնց որ դա բան են արել, դիտարկել են։ Հարցս վերաբերվում է այդ քաղաքային պլանավորման փաստաթղթերին, ոնց որ ենթակառուցվածք ոնց որ լինի, խաղի կանոններ եւ այլն։ Մեր մոտ ոնց է օրենքով պետքա բան լինի, չէ՞, ամեն գեմպլանը պետքա օրենքով ընդունվի եւ այլն։ Դրա լավ տարբերակը որն է, որ ոչ ամեն անգամ ինքը տենց ազգային ժողով, բան տենց ցիկլեր չանցնի, այլ մի քիչ ավելի հեշտ լինի ու տենց ավելի դինամիկ, որտեղ մեր մոտ 5 տարի, 10 տարի բան, դա էլ է իր խնդիրները, հատկապես քաղաքները, որ ավելի արագ են փոխվում։ Դրա ինչ-որ լավ օրինակ կա, որ քաղաքային պլանավորման այդ բոլոր խաղի կանոն սահմանող բաները իրանք ավելի արագ լինեն, ավելի հեշտ լինեն ու մենք ինչ տենց ավելի, ասենք, ընթացիկ տվյալներ մոնիտորինգ անես, հասկանաս, հա, ստե օրինակ խտություն է պետք ավելացնել, ինքը արագ այդ որոշումը կայացվի ու գնա բաներին, ոնց որ դառնա նոր խաղի կանոն։ Փորձեմ պատասխանել այսպես, չկենտրոնանալով մեզ մոտ եղած փաստաթղթերին, փաստաթուղթը, որը պետք է իրականացվի, իման վրա պետք է իրականացվի քաղաքային պլանավորումը, իմ կարծիքով չպիտի շատ ճկուն լինի,
որովհետև իմ ընտրությունն ա եղել ես գամ քանակերաբանում ապրեմ սեփական տանը եւ դա իմ գույքային իրավունքն է։ Եվ կարող է այդ տվյալները վաղ չմիսոր գան, ասեն այստեղ խտություն ավելացնեք, շատ լավ հիմնավորեք դուք ձեր դատաներով եւ այլն, բայց ես արդեն մի $200,000 փող եմ ծախսել, որ իմ կյանքի խնայողությունների մեծ մասն է, կամ էլ մի 10 տարի պիտի վճարեմ, որ ես վայելեմ այդ բակս։ Իմ կարծիքով փաստաթղթերը ընդհանրապես պետք չի լինեն շատ ճկուն, պետք է տան հնարավորինս շատ շրջանակ կանոնակարգեն եւ խաղի կանոնները պարզ լինեն ու ընդհակառակ պիտի երկարաժամկետ լինեն։ Այսինքն մենք պետք է ֆիքսենք, որ Երևանի SSSS հատվածներում մենք պահպանողական ենք եւ ինչպես նշվեց, բնականաբար ունենք հատվածներ, որտեղ մենք կարող ենք ավելի ազատ լինել։ Հիմա այտենց դասական օրինակը Փարիզում դեֆանսի օրինակը եւ այլն, բայց աշխարհում հարյուրավոր տենց օրինակներ կարելի է բերել։ Շատ ներկայումս այսպես ասած միջազգային գրականությունում շատ քննադատվում է այդ մոտեցումը եւ հիմա այսպես ասած լավագույն տեղերից մեկը օրինակներից մեկը Տիրանան է համարվում, չգիտեմ Լոնդոնի ավելի ճկուն ընթացակարգերը եւ այլն, բայց իմ կարծիքով մենք վերջի 35 տարվա շատ ճկունությանը հիմա պետքա փոխարինի շատ կոշտ, այսպես ասած ինչ որ ընթացակարգ, որը կարողանա մեզ սովորեցնի քաղաքում ապրել կանոններով, հատկապես որ դրա կարիքը կա եւ դրա հիման վրա ըստ այդմ մենք այսպես ասած մեր հետագա քայլերը անենք։ Այնպես որ ես կարծում եմ նույնիսկ ավելի է պետք խստացնել հիմիկվա ճկուն ներկայիս ճկունությունը, որ այսօր մի ավականու որոշմամբ կարող է ինչ ուզում են փոխեն եւ դրա հիման վրա ավելի երկարաժամկետ պլանավորման ճանապարհով գնանք։ Հաջորդ մասով ես ուզում եի խոսել քաղաքաշինությանը, այսպես ասած, թևերը պոկելու եւ քաղաքային պլանավորում դարձնելու կարևոր բաղադրիչն է բնակավարի կամ ոլորտի կամ գիտակարգի ապաճարտարապետականացումը։ Իմ գործընկերների մեծ մասը ատում են ինձ սրա համար, բայց ես գտնում եմ, որ խնդիրների մեծ մասը, որ մենք ունենք մեր քաղաքներում, դա ճարտարապետների պատճառով է, բնականաբար շատ ուրիշ մակարդակներ մեղավորներ ունենք, բայց ես միշտ մեզ եմ թիրախավորում, որտեղ գտնում եմ, որ մենք չենք կատարել այն քայլը, որ ասում էի քաղաքաշինություն ալգորիթմի փոփոխությանը չենք պատրաստվել եւ մեր մտածողությունը շատ եղել է ճարտարապետական, կոնկրետ այս շենքում այս հարցը լուծելով գնանք առաջ, այս իմ գոլեգային չնեղացնելով եւ այլն քաղաքային խնդիրները դարձել են զուտ շենքերի համահավաք եւ շատ ուրախ եմ որ սոցիոլոգիայի սոցիոլոգներ ունենք այստեղ եւ քաղաքային գործընթացների բազմագիտակարգացումը կամ միջգիտակարգացումը ֆունդամենտալ է բոլորս մեր մասնագիտություններում տեսնում ենք որ սա 15-20 տարի առաջ եղած մասնագիտությունները հիմա մեծ մասը բանի պետք չեն կամ այնպես են փոխվել որ կապ չունեն այն ինչ եղել է նախկինում եւ միայն ճարտարապետների մոնոպոլիան մենաշնորհ չլինի քաղաքային խնդիրներով զբաղվելը կարծում եմ ֆունդամենտալ է եւ 15 տարի առաջ հենց որ ավելի երիտասարդ տարիքում էի ասում շատ ավելի մեծ այսպես ասած շատ էին ինձ Անարգան Քիսյանը գամողները հիմա պակասել են որտեվ նաեւ այլ դիսցիպլիներին բազմաթիվ մշակութաբան, մարդաբան, սոցիոլոգ տրանսպորտային ոլորտի գործընկերներ մտել են քաղաքային հետազոտությունների դաշտ եւ կարողանում են փոխել խաղի կանոնները, խաղի ընթացքը։ Իհարկե այստեղ փարակցի մեջ պետք է ասեմ, որ այստեղ նաեւ որոշակի վտանգներ կան, որ ինքնակոչ մասնագետներ են մեջտեղ գալիս, ինչ որ մի հատ նոր մասնագիտություն է ուրբանիստիկա, ես չգիտեմ դա ինչ է նշանակում, ասի գիտեմ ինչ նշանակում, ռուսերենով ոդկաստ են նայում, հետո դա դառնում է մասնագիտություն ու մարդիկ ներկայանում են որպես այդպեսին, քաղաքի խնդիրները բայց բոլոր իրավունք ունեն խոսելու, դա բոլորի իրավունքն է, բայց որոշումներ ընդունելու կամ պետքա մի քիչ մասնագետները մոտենան, կամ պետքա լինեն այն մարդիկ, ովքեր քաղաքական պատասխանատվություն են կրում դրա համար։ Այդ առումով կարծում եմ ֆունդամենտալ է այս գործընթացներում, այսպես ասած, այդ ամեն ինչը իրականացնելը եւ ես ճիշտ դրա համար, չգիտեմ, բարեբախտաբար թե դժբախտաբար, այլևս չեմ դասավանդում ճարտարապետական համալսարանում, այլ դասավանդում եմ աշխարհագրության ֆակուլտետում քաղաքային պլանավորում իմ եվրոպական բազմաթիվ գործընկերներ, ովքեր քաղաքային խնդիրներով քաղաքային պլանավորման զբաղվում, իրանք բոլոր մեծ մաս ունեն աշխարհագրագետի
կամ աշխարհագետի, այսպես ասած, կրթություն, որը հետո գալիս են տարածական պլանավորման դաշտում շատ ավելի լավ արդյունքներ են ապահովում, ներեն ինձ բոլոր իմ ճարտարապետ գործընկերները, եւ ճիշտ դրա համար շատ ուրախալի է, որ մյուս տարվանից Երևանի Պետական Համալսարանում հենց սոցիոլոգիայի ֆակուլտետում բացվելու է ուրեմն կայուն քաղաքային կառավարում, վերնագիրը մի քիչ բան դուրս չի գալի, բայց կողվի կարծում եմ ժամանակի ընթացքում մագիստրատուրական ծրագիր է բացվում եւ մենք կարողանանք ինչ-որ ժամանակ հետո ունենանք քաղաքային պլանավորման մասնագետներ, որոնք ճարտարապետական կրթություն չեն ստացել, որը կարծում եմ այդքան էլ միանշանակ չի, որ դա լավ է, բայց ում եմ ասեմ դաշտը կդառնա ոչ միայն ճարտարապետներինը, այլ կդառնա նաև մնացած մասնագիտություններին, հատկապես սոցիալական, այսինքն հումանիտար ոլորտի ներկայացուցիչներին, որտեղ ինչպես նշվեց, այս ամեն ինչը միայն տեխնիկական հաշվարկ չի, այս ամեն ինչը մենակ էսթետիկական հաշվարկ չի, այս ամեն ինչը նաև շատ խորը սոցիալական բաղադրիչ ունի, նույն մշակութային ենթաշերտերը եւ այլն պատմական ենթաշերտերը, որոնք շատ կարեւոր են։ Օրինակ Ալեքսանդր Հյուրանոց օրինակի համար 2004-5 թվականին քանդում էին, մենք պահպանեցինք այդ շենքը, որպեսզի չքանդեն, որպես մշակութային ժառանգության օբյեկտ, այն ժամանակ հուշարձանների ցանկի մեջ էր։ Հիմա կոպիտ ասած ճարտարապետական կամ շատ մակերեսային տեսակետից այդ շենքը պահպանված է, որովհետև իր ֆասադը պահպանվում է մեկ այլ շենքի ֆասադի մեջ, գոնե լավը դա պահպանվել է, իր հետևի մնացած բոլոր շենքերը ընդհանրապես չեն պահպանվել, բայց այդ շենքը իր ներքին պատմությամբ, ներքին ինտերիերներով եւ այլն, այդպես է, որ ինքը ամբողջություն է եւ կարող է օգտագործվել։ Ես հենց հիմա գալիս եմ Թումո ստուդիոզից, նախկին սոցիոլոգիա, ակադեմիայի սոցիոլոգիայի ինստիտուտի ֆանտաստիկ շենքից, որ Թումոն հնագիտական մանրամասնությամբ, այսպես ասած, պահպանել է նույնիսկ 1980-ականների պատի պաստառները, որոնք տարվում են այդ ամեն ինչի պատմության մի մասը։ Ուստի քաղաքային խնդիրներում տարբեր գիտակարգերի ներկայացուցիչների մասնակցությունը միանշանակ դա լավ է, շատ ավելի լավ է նաև հանրության լայն, այսպես ասած, հանրության լայն մասնակցությունը, բայց մինչև այն ժամանակ, որ մի հատ հանրային դիսկուրսի, հանրային քննարկման դրված հարցը չի անցնում մասնագիտական ֆիլտրի մեջով, դա կոնկրետ շատ լուրջ ռիսկեր է պարունակում։ Կասկադի այս վերջի դեպքերը, որ մենք տեսանք, պատահաբար ով մոտիկ է եղել բերել է մի հատ նախագիծ ճպացվել է, այսպես ասած, ինչ-որ մի հատ կայքում, ինչ-որ անհասկանալի քվեարկությամբ եւ այլն, անց մասնագիտական քննարկումների կարողացավ եւ շուբան կառուցվում է, գիտենք քաղաքական կապերը, որ փոխքաղաքապետի հավաքանու որ անդամի ինչ բարեկամն անում դա հարցի երկրորդ մասն է, բայց մասնակցայնության, այսինքն քաղաքային խնդիրների ժողովրդավարացումը չի նշանակում զրահացնել մասնագիտական բաղադրիչը դրա մեջ, այլ պետք է մասնագիտական հանրությանը հնարավորություն տալ ազդել հանրային կարծիքի վրա, հետո նոր լսել հանրային կարծիքը։ Իսկ եթե մինչև դու չես լսում մասնագիտական, այսպես ասած, կարծիքը եւ դնում ես ինչ-որ մի հատ ժողովրդավարության իմիտացիա ես անում, կարող է շատ վատ արդյունք լինի, որտեղ բոլոր ունեն տարբեր պատկերացումներ, Ալեքսանդր Հյուրանոցը դրա լավ օրինակներից մեկն է, բայց այստեղ էլ նորից հաջորդ խնդիրն է գալիս, որոնք են մասնագիտական շրջանակներ, որ դու կարող ես իրենց վստահել, որտեղ եթե մենք տեսականորեն սրանց մի X ժամանակ առաջ կարող ենք ասենք դե լավ ճարտարապետների միություն կամ պալատ տարբեր ժամանակում տարբեր ձևակերպում դուք ձեր կարծիք ասեք, այնտեղ էլ չի, որ այնտեղ ես իմ ինչ որ հասկանալի իրավիճակ է կամ բազմագիտակարգայնությունը ոնց է ապահովում։ Ոստի նաև հանրությունը պետք է ջանքեր ներդնի, որպեսզի լինի այն ենթակառուցվածքները, որ մասնագիտական հանրույթը կամ անկախ մասնակներ կարող են որոշակի առումով ֆիլտրեն, այսպես ասած, այն գաղափարների մտքերը, որ կան, հրամցնեն հասարակությանը, հետո հասարակությունը վերցնի քաղաքական պատվեր տա իշխանությանը։ Սա հեշտ բան չի, բայց սա աշխարհի բազմաթիվ երկրներում գործող բան է, Հայաստանում կան շատերը, որոնք պատրաստ են որպես քաղաքացիական հասարակություն սրանց ինչ-որ ժամանակ առաջ շատ ավելի ակտիվ կերպով, հիմա ավելի պակաս ակտիվ կերպով ազդել այս որոշումների ընդունման վրա, բայց գիտենք ինչա տեղի ունենում իրականում, շատ բարդ բան է այս process-ը, ես փորձում եմ շատ պարզ բացատրել, բարդ բան է ոչ թե
ինչ են ասում, մոլեկուլյար ինչ-որ մի հատ բարդ ֆիզիկական կամ քիմիական, այլ ինքը բազմախաղացող, բազմաշերտ մի հատ գործընթաց է, բայց մինչև այն ժամանակ, որ այս կառուցակարգերը չլինեն, մենք շարունակելու ենք այս տեղապտույտի մեջ ապրել, մենք շարունակելու ենք շնչել վատ օդ, դժգոհել քաղաքից եւ այլ ձև, դեռևս դժբախտաբար մարդկությունը չի հնարել։ Շնորհակալություն։ Ես մի քիչ ավելի սուր հարցադրումով հանդես գամ ու ավելի կոնկրետ, ոչ մի կոնտեքստ չունեմ, չգիտեմ ինչա, պայմանական վերցնենք Սարյանի փոշտը, որը ունի մի կողմից դժգոհություն ինչի ենք եղածը քանդում, մյուս կողմից դժգոհություն ինչի ենք մենք փոխարենը այդքան բարձրահարկ կառուցում, բայց նույնիսկ եթե հենց այդ օրինակը չլինի որևէ այլ տեղում, հանրային քննարկումները միշտ ցույց են տալիս, որ հարակից շենքի բնակիչները միշտ դեմ են, եթե իհարկե կառուցապատողը ինչ-որ համաձայնության հետները չի գալիս, ու միշտ կա վեճ որևէ պրոյեկտի հետ կապված, ընդ որում միշտ այդ վեճը մեր իրականության մեջ բաժանվում է ճարտարապետների միջև։ Հիմա այն որ դուք ներկայացրեցիք այս կոնտեքստում, ենթադրենք մի հատ այդ շենքի պրոյեկտն է, ինչ որ մի կերպ սկիզբը առել, որ այստեղ պետքա վերակառուցում իրականացվի կամ ազատ տարածքա պետքա կառուցապատում իրականացվի։ Որն է այդ ընթացակարգը, որը պետքա օրենքով ամրագրվի, ոչ թե որ մնա ուղղակի մարդիկ իրանց կարծիքը հայտնեն Facebook-ում իմաստ կողմ իմաստը դեմ, այլ ընթացակարգային ըստ ձեզ, որը պետքա ինչ-որ փուլեր անցնի, հաստատումներ ստանա, բայց այն մտքով, որ օբյեկտիվորեն հարակից շենքի բնակիչները միշտ դժգոհ են լինելու, միշտ փորձելու են այդ անցնող դարձող տրակտորների դիմացը փակեն, ասեն, որ մեր լույսը փակում եք, որտեղ քաղաքում այլ կերպ հնարավոր չի, որն է լինելու այդ բալանսավորման մեխանիզմը, այդ դժգոհության, մասնագիտական կարծիքի ու քաղաքի զարգացման տրամաբանության։ Շատ լավ օրինակ է, շատ լավ հարց։ Եթե մենք ընդունենք ինչ-որ իրավիճակ, որ քաղաքը ուներ մի հատ փաստաթուղթ, չասեմ անունը, որ չընկնենք Պեչենու այգիները, որտեղ ֆիքսված է, որ այդ տեղում պետքա կառուցվի 50 հարկանի շենք, ապա խոսակցությունների մեծ մասը արանքից դուրս են գալիս, որտեղ ինչ որ մի մարդ, ինչ որ մի պահի, ինչ որ քննարկումների շրջանում որոշել այդտեղ պետքա լինի 50 հարկանի շենք։ Այսօր Երևանում չկա նման փաստաթուղթ։ Այսինքն փոստի շենքի քանդումը եւ դրա տեղը կառուցվող 50 հարկանի, եթե 50 հարկանի է կառուցվում, որը շարունակվում է մինչև Պրոշյան փողոց, այսինքն հանրային գերակաշարը հայտարարվում իր հետևի բոլոր հատվածը, դա հակասում է Երևանում գործող փաստաթղթերին։ Դա մեկ։ Նատիմ բակյարդիզմը, այսպես ասած, նիմբին ոնց որ շատ հայտեղերում ասում են, դա ընդունված բան է։ Եվ այո, այդ մարդկանց իրավունքն է թույլ չտալ զարգացում իրենց անմիջական բակում, որովհետև այդ մարդիկ ծնվել են, մեծացել են կամ այդ խաղի կանոնների շրջանակում գույք են գնել այդ ձեռքում, այդ շենքում։ Հիմա եթե դու շատ ճարպիկ լինես, մի հատ էլ ֆինանսիստ բարեկամնաս, կասի, ես գիտես ոնց էս 50 հարկանի շենք ոսակեն, քո տան արժեքը բարձրանում է, այդտեղ կարող է տարբեր շերտեր լինեն այդ խոսակցության մեջ, բայց դա այդ մարդկանց իրավունքն է թույլ չտալ, որպեսզի իրանց կողք կառուցվի 50 հարկանի շենք։ Բայց այդ մարդիկ նաև պիտի հասկանան, որ Սարյան փողոցում ապրելը եւ իմ նշած Քանաքերավանում կամ Զովունիում ապրելը դրանք տարբեր իրավիճակներ են, որտեղ Երևան ցանկացած քաղաքի կենտրոնում, դու քաղաքի կենտրոնում ապրելով, դու ստորագրում ես մի հատ, այսպես ասած, փաստաթուղթ կամ մի հատ չգրված օրենք, որ դու որոշակի առումով քո բակը պաշտպանելու իրավունքներից հրաժարվում ես, որտեղ դու քաղաքի կենտրոնում ես ապրում։ Դա պետք է արտացոլված լինի ինչ որ պլանավորման փաստաթղթում, որը տվյալ դեպքում չկա, բայց երկարաժամկետ կտրվածքում պետք է ասել, որ դու արդեն այդ հաշվարկը անում ես, որ Երևանի կենտրոնը պետք է լինի ավելի մի քիչ փոշոտ, ավելի շատ աղմկոտ, ավելի քիչ բականաչ, բական բակերում հատկապես եւ այլն, եւ ավելի անկանխատեսելի։ Բայց խնդիրն է, որ Երևանի բնակիչը Երևանի բոլոր հատվածներում նույն այսպես ասած վտանգներ ունի, չգիտի ինչա տեղի ունենալու իր հետ, վաղը չէ մյուս օրը Յակովկը շենք չեն սարքելու։ Եվ այդ տրամաբանությամբ կարծում եմ պետքա գնալ ու կոնկրետ բացել եւ կոնկրետ փոստի շենքի եւ մնացածի ուրեմն պատմությունը։ Եթե ինչ որ ժամանակ իդեալական պայմաններում քաղաքում անընդհատ մեծ բազմահարկ շենքեր կառուցելու մոլուց կա եւ քաղաքը կամ պետությունը ստա ազդակներ, որ այս
հայկական բիզնեսի պրոշը ճակել ուզում անպայման 35-50 հարկանի շենքեր անի եւ այլն, այդ ինֆորմացիան հավաքելը, մարսելը եւ հետո կանչել մասնագետներին, բազմադիսցիպլին մասնագետին ասել Ժորժ ջան, այս մարդիկ մեկ կյանքը կերան, ուզում են անդադ բազմարկ շենքեր սարքեն։ Եկեք մի հատ տանենք դիցուկ, մի հատ դեֆանս երկու սարքենք, ոչ թե մեր դեֆանս, այլ Փարիզի դեֆանս նկատի ունեմ, այդտեղ թող գնան այս մարդիկ բոլոր իրենց ապակեպատ բազմահարկ բիզնես շենքեր սարքեն, մեզնից, այսպես ասած, ձեր քաշեն։ Դա եւս մոտեցում է, բայց այդ ամեն ինչը տեղի չի ունենում։ Քաղաքական եւ նախկինում եւ հիմա քաղաքական ամենաբարձր մակարդակով իրականացում է որոշումը, ոնց որ ծածկած շուկայի որոշումներ կայացվում նախագահականում, այդ որոշումները կայացվում են կառավարության շենքում կամ քաղաքապետարան շենքում, գնում են թքած ունենալով եւ բնակիչների վրա եւ այն բազմա, այսպես ասած, ոլորտ process-ները, որ ես ասում եմ, բայց նորմալ պայմաններում, այո, դա պետք է կանոնակարգվեր եւ որոշումը այդտեղ 50 թե 30 հարկ սարքելու այնքան բազմաբաղադրիչ, այսպես ասած, որոշումներ ընդունելու բանա, չգիտեմ, նկատել եք Համալիրի կողքը, այսպես ասած, այդ բազմահարկ մի քանի շենքերը։ Մեկը ճիշտ Կիևյան փողոցի առանցքի վրա փակում է Մասիսի տեսարանը, Դալմամալի կողքի բարձր շենքը փակում է Ծիծեռնակապետից դեպի Արարատի տեսարանը եւ բազմաթիվ նման օրինակներ կարող ենք բերել, որոնք միգուցե տեղում ջրի հաշվարկը շատ լավ բերել են արել են, բայց լայն կոնտեքստում դրա վերլուծությունը չի արվել։ Ուստի ամփոփելով կոնկրետ այդ դեպքը միգուցե եթե Երևանում մենք ունենայինք բազմաթիվ, չգիտեմ, 5, 6, 7, 8, 9, 10 հարկանի շենքեր եւ ոչ, չգիտեմ, 535 օրբելի իրական, չգիտեմ ինչ, միգուցե կարելի է քննարկել լավ Երևան եկեք ունենանք մեր մի հատ երկնաքերը, մեր Մոնպարնասը, ոնց որ Փարիզում կա եւ ասենք դա մեր այսպես ասած սիմվոլներից մեկն է, բայց հաշվարկը տենց չի արվել։ Հաշվարկն է, որ հայփոստերն եկյանից վերցեցինք, տվեցինք հայփոստին, փչացվեցինք հայփոստը, ինչ անենք, որ հայփոստը մի քիչ եկամտաբեր դառնա, եկեք ծախենք, այս ինվեստորը կա, կոնդի պլանը հələ չմշակած, եկեք հետևից էլ մի կտոր տանք, որ հողը մեծ լինի, ինչ որ դրսի ճարտարապետներին բերում այդ ճարտարապետներին ես տեղ ոչ պաշտոնական, ոչ ֆորմալ հանդիպում այդ մարդիկ ընդհանրապես չի ներկայացվել Հայաստանի կոնտեքստը եւ այլն, ու գնում են փակ կաբինետում, ներկայանում են, ու ես այս դաշտում ոչ ամենավերջի մարդը կառավարության մի հատ քննարկումի ֆոտոյի հետևի պատկերից հասկանում եմ, որ ինչ նախագիծ է ներկայացվել, չգիտեմ, համաշխարհային հայտնիության մի ճարտարապետական ֆիրմա Երևանի կենտրոնի համար ու Երևանի սիմվոլներից մեկն է կառուցում, որտեղ Երևանում ցանկացած 50 հարկանի աշտարակել սարքես ինքը հանդեսանալ Երևանի սիմվոլներից մեկը։ Շնորհակալություն։ Իմ հարցը երևի ավելի շատ վերաբերում է քաղաքաշինությանը որպես գիտություն, հա, ասենց խոսք եմ լսել, որ ասում են, թե ուզում ես լավ քաղաք սարքես, պետք է քաղաքը վառես, որտեղ եթե ինքը մեծ հրդեհ ալինում, քաղաքը վառվում է, հիմա շատ հեշտ է իրան սարքել ժամանակակից քաղաք, հա։ Ու բացի դրանից իմ մոտ պատկերացում կա, որ պատրաստել ժամանակակից քաղաք երևի թե անհնար է, որտեղ մենք բոլորը ինչ քաղաքաշինություն ինչ անում ենք, երևի թե անցյալի քաղաք ենք սարքում, որտեղ կանխատեսել թե ապագայում տեխնոլոգիաները դուր կգնան, ինչ կգնան, թե քաղաքային պլանավորման մեջ, թե ընդհանրապես երևի թե հնարավոր չի, հա, ասենք Hausman ինչքան էլ իրան համար էր, չգիտեմ, visionary մարդ, դժվար ինքը Փարիզը նախագծում էր մեքենաների համար, հա, կամ ասենք ժամանակակից աշխարհում երբ որ քաղաքներ են նախագծում նույն արաբական էմիրություններում կամ Բրազիլիայում անում, երևի նախագծում են մեքենաների համար, բայց ապագան ոնց որ արդեն ինքնագնաց մեքենաների համար իրենք նախագծել են գետնով քշող մեքենան, արդեն երևի թե մեքենաները երկնքում են լինելու, հա։ Ու դրա հետ մեկտեղ նայպես smart city-ների խելացի քաղաքի գաղափարն է, որով մենք բոլորս սպառվեցինք մի 10 տարի առաջ սկսած, բայց ինքը իմ կարծիքով ամենայնպես չդարձավ մի հատ ինչ-որ մի բան, որը մարդկության համար իրականում կարևոր կլիներ, հա, որտեղ ես չգիտեմ մի հատ ինչ-որ smart քաղաք, որը իսկապես smart է ու ինքը կառավարվում ու կարգավորվում այդ բոլոր գաղափարները։ Հիմա իմ հարցատևն է, եթե հնարավոր չի կանխատեսել ինչ տեխնոլոգիական փոփոխություններ են լինելու ու եթե հնարավոր չի պլանավորել սա ժամանակակից քաղաքով պետք չի պլանավորել, որտեվ վերջին բանն ասեմ, որ եվրոպական ցանկացած միջնադարյան քաղաք, որ գնում ես այդ իրանց 5 կենտրոնով քայլում ես ու նայում ես շենքերին, որը բոլորը հիացած են ու բոլորն ուզում են այդ 5 քաղաքը պահպանեն ՅՈՒՆԵՍԿՕ-ից սկսած, կոմոդ տպավորություն ասացին, որտեղ ընդհանրապես պլանավորում չի եղել, այսինքն ոնց կարացես սարքել է, բայց մենք նայում ենք դրան ասում ենք, վայ, ինչ սիրուն է, ասենք
իմ տեսակետից ինքը սիրուն չի, ինքը պրոստը բարդակ է, հա, բայց հիմա այդ մենք այդ խառնի ճաղանչությունը մենք ուզում ենք պահպանենք, բայց հիմա փորձում ենք պլանավորենք։ Հիմա հարցը այդ է, իսկ գիտությունը կոպիտ չի ուղղակի պլանավորել կամ եթե կզարգանումը ուր է գնում, ինչ ուղղությամբ է գտնելու, շնորհակալություն։ Եթե չպլանավորեին եվրոպական այդ քաղաքները, դուք այդ եվրոպական քաղաքները չէիք տեսնի։ Այդ եւ քաղաքները պլանավորվել են։ Միգուցե այն շենքերը, որ մենք տեսնում ենք, չենք ասել պլանավորման արդյունքում, բայց այն շենքերի պահպանությունը պլանավորման արդյունքը։ Ուստի կարծում եմ պլանավորումը պետք է։ Ես չեմ հավակնում, որ մեր ցանկացած որոշումը պետք է 50 տարի առաջվա, այսպես ասած, տեսլական ունենա, բայց ես բավականին, այսպես ասած, տարիքով եմ, որ հիշեմ 80-ականներին կամ 90-ականներին մեր, չգիտեմ, Տերմինատորում բանում ոնց էինք պատկերացնում 2000-ական թվականները, որոնք տեղի չունեցան։ Ուստի նշանակում է, որ ընդհանրապես պետք չի ապագայի մասին մտածել։ Մենք պետք է մտածել հիմա ինչն է խնդիրը։ Մենք հիմա Երևանում ունենք կամ ցանկացած կամ ունենք այս խնդիրները եւ այս խնդիրները պետք է լուծենք, որպեսզի մենք ապրենք այս պահի մեր գիտելիքի շրջանակում լավագույն հնարավոր իրավիճակում, բայց քանի որ մենք չենք այս sense քաղաքը փոխենք, մեզ ժամանակ է պետք։ Այսինքն նույն, չգիտեմ, եվրոպական բազմաթիվ քաղաքներ, որոնք մեքենաներ նախատեսված չէին, հետո մեքենան ոնց որ մտավ, տենց էլ դուրս եկավ, ու հիմա, չգիտեմ, Կոպենհագենի կենտրոնում դու քայլում ես, դու մաքսիմում լսում ես սկուտերի փուճուր մոտորիկի ձայնը ու ընդհանրապես ձայն չկա։ Դու չէի կարող պատկերացնել կամ հիմա չես կարող պատկերացնել Թումանյան փողոցը գինու օրերի համար որ փակում են, տենց մի հատ վախենալու մի հատ մի բան է դառնում մեր համար, որտեղ մենք սովոր չենք դեպի աղմուկ լինի, էս լինի եւ այլն եւ այլն։ Ուստի ես չեմ կարծում պլանավորելը պետքա տենց ինքը միգուցե փորձ արվել կներկայացության համար սեքսի եզրույթ օգտագործել պլանավորել ապագա, բայց ինքը պլանավորվում է հիմակվա համար, բայց ապագան հաշվի առնելով։ Նույնը ես շատ վերապահումով եմ այն ժամանակ եմ մտածել Smart City-ների գաղափարին, բայց Smart City ինձ համար ֆունդամենտալը ոչ թե ապագա smart լինելն է, այլ հիմա smart լինելն է։ Այն որ հիմա մենք այսքան ասում ենք, վայ Երևանի օդը կեղտոտ է, ինչի՞ց է։ Եվ ոչ մեկ չասի քաղաքապետարանի, որ անջատեք կատակ եմ, որտեվ տվիչները շատացել են, ինֆորմացիան շատացել է Երևանի օդը կեղտոտ է, բոլորը ասում են Երևանի օդը կեղտոտ է, բայց Երևանի օդը իհարկե շինարարության արդյունքում մեքենայի քանակով մի քիչ ավելացել է, բայց այնց որ սենց 10 տարվա ընթացքում շատ է փոխվել, էլի։ Մեկ ասում որ չեմ կարող շնչեմ Երևանում, ես չգիտեմ այդ ոնց է լինում, որ չեն կամ Երևանում շնչեն, բայց տվյալը, որ մեզ օգնել է, որ մենք հասկանանք, որ Երևանի օդը կեղտոտ է, մենք պետք է անենք մեր քայլը, բան, ինչ-որ քայլ է։ Հիմա պատկերացեք, որ մենք հիմա օդի տվիչները երևի էժան են կամ ինչ-որ մեկի համար հետաքրքիր են, պատկերացեք մենք ամեն ինչում ունենանք այդ տվիչները։ Եվ պատկերացեք ինչքան ինֆորմացիա մենք կհավաքենք ու ճիշտ կարողանանք պլանավորել, չգիտեմ, իմ հարևանների տոպրակների վրա տվիչներ Իզես լավ գիտեք, տվիչներ դնենք եւ հասկանանք ինչ Սավյան փողոցում որտեղ չի կարելի աթոսեղաննել, որտեղ շնկա տոպրակը չկսվի օրինակի համար կամ տենց ինչ-որ մի բան։ Ոստի իմ կարծիքով սմարտությունը պետքա լինի պետքական, պետքա լինի գործիք, մինչեւ ինչ-որ մի պահ, բենց որ մենք եւ պետքա միայն եւ միայն միտված լինի մարդու հարմարվետությանը եւ ոչ ինչ-որ էֆեկտիվության կամ չգիտեմ մնացած ինչ-որ գործընթացներին։ Իսկ քաղաքներում գեշ, ինչ չեմ շմիշ բառ օգտագործեցիք, ինքնաբուխ քաղաքները ունեն իրանց համն ու հոտը եւ եվրոպական կոնտեքստում հիմա շատ մոդա Հայաստան վերնակյուլար բառն են օգտագործում, որից ավելի կոլոնիստական բառ չկա, մենք երբեք վերնակյուլար բառ չեմ օգտագործում, Հայաստանում սկսեց օգտագործվել, հենց որ մեկ ռուս ուսումնասիրող Անդրեյ Իվանովը, իմ շատ լավ բարեկամը, եկավ եւ կոնդ ասաց վերնակյուլարը, հիմա բոլոր հումանիտար հետազոտություններում ճարտարապետները բոլոր վերնակյուլար են օգտագործում։ Վերնակյուլար օգտագործելա եվրոպացիների համար միջին արևելքի քաղաքների ինքնաբուխ ճարտարապետությունը բնորոշելու համար։ Իրանք կյանքում ֆրանսիական կամ անգլիական գյուղական բնակավայրում վերնակյուլար չեն օգտագործել, բայց ինքնաբուխ ճարտարապետություն ունի իր իզումինկան, իր համն ու հոտը։ Սենց 10-20 տարի առաջ մենք գրականություն կարդում ենք Բրազիլիայի
խրճիթների, շանթի թաուների համար եւ այլն, հիմա ով գնում է Բրազիլիա, մի հատ անպայման տուր է կազմակերպում, գնում է այնտեղ, օրինակ հիմա դրանք տեսնելու կամ, չգիտեմ, Եգիպտոսի գերեզմաններում ոչ ֆորմալ բնակավայրեր, որոնք ստեղծվում են, իրանք շատ հետաքրքիր են իմ կարծիքով։ Այսինքն այդ առումով կարծում եմ չպլանավորվածությունը որոշակի հետաքրքիր բան ունի, նույնչափ ինչքան ունի Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիան կամ Օսմանի շատ ուղիղ փողոցները, բայց իրանք բոլորը պահպանվել են եւ մեզ հասել են պլանավորման արդյունքում եւ ես կարծում եմ, որ կյանքի կանխատեսելիությունը մի քիչ մեզ համար եկե դժվար է, բայց կյանքի կանխատեսելիությունը, քաղաքում շարժման կանխատեսելիությունը դրանք ֆունդամենտալ են մեր հարմարավետության համար։ Մենք չենք կարող լինել ամբողջովին երջանիկ, եթե հարբեցող չենք կամ ծովիապին չենք ապրում եւ այլն, եթե այդ կանոնները, այսպես ասած, շատ հստակ չեն։ Արտակ Ալեքսանյան, ինձ մի հարց է հետաքրքիր, ես ամենակիչը 26 տարի հիշում եմ, որ խոսվում է քաղաքային պլանավորման մասին դեռ հյուսիսային պողոտայից, երբ որ Նարեկ Սարգսյանը բոլորին խոստացավ, որ հյուսիսային պողոտայի որևէ շենք ավելի բարձր չի լինի, քան օպերան, եւ ինքը խախտեց իր իսկ տված խոստումը եւ դրանից սկսվեց այդ խախտած խոստումներով շենքերի կառուցապատումը։ Սա այնպես մի բան է, հետաքրքիր ակնհայտ է, որ իրավիճակը առաջկայում չփոխվելու։ Ինչ կլինի Երևանի հետ, եթե շարունակվի այս անճարտարապետական իներցիան։ Երևանի հետ լավ բան չի լինի, Արտակ, բայց մենք իապես ժառանգել ենք ֆանտաստիկ քաղաք, որ այս ամեն ինչով հանդերձ ինք ունի այն էներգիան, որը մենք հիմա զգում ենք եւ ոչ միայն մենք ենք զգում, այլև ուրիշներն են զգում։ Եվ անկեղծանամ այդ էներգիան, որ ուրիշները զգում են, նաեւ հակերտավոր post Նարեկ Սարգսյանական այսպես ասած գործընթացների արդյունքա օրինակ Սարյան փողոցը, որի մասին մի հատ առանձին կարելի է երկար քննարկում ունենալ։ Մենք սխալների շարան ենք թույլ տվել, որոնցից մի մասը ուղղելի է, մի մասը ուղղելի չի։ Ուղղելիները յուրաքանչյուր օր սխալները իրար դավսվում են եւ սխալների ուղղելը շատ ավելի թանկանում է։ Կարամ շատ սովորական օրինակ բերեմ, Միասնիկյան պողոտայի կողքը, սրանից 7 կողային հատվածում, սրանից 7 տարի առաջ կային 3 շինություններ, հիմա 7 շինություններ են։ Վաղը չեմ հուսով Միասնիկյան պողոտան լայնացնելու կամ կողքը մոնորել սկսելու կամ տրամվայ գցելու դեպքում մենք պետք է 7 շենք փոխհատուցենք, եթե փոխհատուցելու ենք այդ ամեն ինչը իրականացնելու համար։ Կամ գետարի փակելու օրինակ եմ, եւ այսպես կարող եմ անդադար այդպես օրինակներ բերենք։ Երևանը այս բոլոր սխալներով հանդերձ, շատ ցավալի սխալներով հանդերձ, որոնց մասին շատերս խոսում ենք երկար տարիներ, դերևս ունի շտկվելու շատ մեծ հնարավորություն, ամբողջովին չի կարող հետ գնալ, բայց ես հավատում եմ, որ Երևանը կարող է ունենալ տրամվայ շատ թանկ գնով, ինչպես հանվել է հենց այդ նույն ժամկաշրջանում։ Չենք քանդելու Հյուսիսային պողոտան, բայց Հյուսիսային պողոտան կարելի է շատ ավելի մարդկային դարձնել։ Բայց ես շատ կուզենայի, որ Հյուսիսային պողոտայից դասեր քաղեինք եւ չանեինք այն ինչ անում ենք հիմա Ֆիրդուսում, չանենք այն ինչ որ անում ենք Դաունթաունում, Նորագյուղում, ինչ որ անելու ենք Կոնդում եւ այլն եւ այլն։ Դասեր չենք քաղում, դժբախտաբար, ինչպես ասեցի 2018-ի իմ ամենամեծ հիասթափություններից մեկն էր, որ ես հասկացա, որ խնդիրները սերնդա ինչ են, դրանք շատ ավելի խորքային են եւ դա իմ անձնական խոսույթը մտածողությունը շատ ավելի վատատեսական է դարձնում, բայց ես չեմ կարծում ամեն ինչ կորած է, որովհետև շատ ավելի վատ քաղաքներ, վատ վիճակում գտնվող քաղաքներ շատ կարճ ժամանակում շատ լավ արդյունքներ են ունեցել, հատկապես որ 1 միլիոնանոց քաղաքի խնդիրները լուծելը ներկայիս մեգապոլիսների կոնտեքստում ասես խաղուպար է եւ հնարավոր է լուծել այդ ամեն ինչը, բայց ցավալի է հատկապես այն մարդկանց համար, ովքեր շարունակաբար այս ամեն ինչի մասին խոսել են, չգիտեմ, դուք ամեն մեկս մեր մասով փորձել ենք ինչ որ մի կերպ ազդել, բայց ազդել ենք այնքանով, ինչքան ազդել ենք, շատ քիչ։ Օրինակ համար նույն բանը 2005-2006 թվականին մենք կհիշեք երևի կոնտ թաղամասի մասին խոսակցություն չկար, ավելին կոնտ թաղամաս մտնելը վտանգավոր էր այդ ժամանակ, ինքը փակ տես թաղամաս էր, 2005-2006 թվականին այսօր մենք խոսում էինք կոնդի պահպանության մասին, դա չինարեն էր հնչում եւ հիշում եմ, որ Նարեկ Սարգսյանի այդ ելույթը միտեղ ասեց
Դες ջահե երիտասարդները բաման ուզում են երևի պարսկական շրջանը վերականգնեն Երևանի եւ այլն, այդպես նետում էր, էլի։ Հետո դրանից մի 15-20 տարի հետո ինքը տվեց հարցազրույց, միանշանակ ակոնտը պետքա պահպանել, բայց մենք չգիտենք ոնց պետքա պահպանել։ Այսինքն այս բոլոր ջանկը, այսքան խոսալը փչացած ռադիոյի նման այսպես ասած կաթացնել, այնպես որ ընդհանրապես արդյունք չի տալիս։ Նույնիսկ Երևանի քաղաքապետը քաղաքային պլանավորում եզրույթն է արդեն օգտագործել մի քանի անգամ, բայց շատ ազդեցությունը քիչ է եւ չի տալիս այն արդյունքը, որ ես կուզենայի ունենանք, այն արդյունքը, որ մեզ կարող է Երևանը իրոք ապրելու համար, ասենց խորը շնչելով ապրելու համար քաղաք դարձնել։ Բայց նորից եմ ասում, միևնույն է, այս ամեն ինչով հանդերձ ֆանտաստիկ քաղաք ունենք, ժառանգած, որը պետքա փորձել ամեն ձև պահպանել։ Խաչակյանի նշած դեպքը ֆունդամենտալ է, որտեղ նորից քաղաքային պլանավորումը կամ քաղաքաշինությունը ինչպես հասկացվում է, այսօր դիտարկվում է որպես գործիք զարգացում ապահովելու համար, բայց իմ կարծիքով դա ոչ թե զարգացումը ապահովելու գործիք է, այլ զարգացումը կառավարելու գործիք է։ Օրինակ կա Հայաստանում հետևյալ ընթացքը, որ բոլորը շփվել ենք դրա հետ, հողի նպատակային նշանակությունը։ Անհասկանալի մի հատ գործընթաց, որը գյուղատնտեսական հողերը, որոնք ամենաէժան հողերն են, ինչ-որ փող ես վճարում, դառնում ես քաղաքային հողեր եւ դրա վրա ինչ ուզես կարող ես անես եւ այլն։ Երբ ես սկսեցի պաշտոնավարել, սենց է գործընթաց, հենց որ ես հողի նպատակային նշանակությունը փոխես, գնում է 14 գերատեսչություն պատտվում է, գերատեսչությունները կամ կողմ են, կամ դեմ են դրան եւ այլն, հիմնական գրում էին, ասում էին դեմ չենք։ Ես սկսեցի ասել մենք դեմ ենք, գնում ենք ասում ինչի ես դեմ, ասում գյուղատնտեսության նախարար, այս քո գյուղատնտեսական հողը դնում են կառուցապատում են, ինչի դու չես պայքարում։ Նույնը հետո բնապահպանության նախարարի եւ այլն եւ կամանց դեռ շատ հայտնի այն մարդիկ ովքեր նույն ժամանակ պաշտոնավարել են, գիտեն, ես ես դավտարով Google Earth-ից նկարներ տպած գնում էի, դսկսենց ասում էի, «Էս մի փոխեք, էս մի փոխեք, էս մի փոխեք» ու բազմաթիվ թշնամիներ ձեռք բերեցի։ Եվ իմ աշխատանքից դուրս գալու հաջորդ անգամ հենց որ կադաստրի կոմիտեն ինչ-որ դեպքի համար բացական կարծիք էին ասել, փոխվարչապետներից մեկը ասել չհասկացանք Սարատը գնաց հլելի ես նույն վիճակն է, այստեղ դեմ եք արտահայտվում։ Խնդիրը կա նրանում, որ դրվագային այսպես ասած փոքր եւ ամենակարևորը, ասենք թե կարող է, չգիտեմ, ինչ-որ մի հատ մարզպետ գալիս է ասում է չգիտեմ, Հանքավանի ճանապարհին, հանրապետական նշանակության ճանապարհի կողքը մեկ հոգի ուզում է գյուղատնտեսական հողի նպատակային նշանակությունը փոխի, ներդրումներ իրականացնում, բացելու ավտոլվացման կետ, երկու աշխատատեղ ապահովելով։ Ասում է ինչ եք փոխում, սա ճանապարհի կողքն է, այս ճանապարհի կողքը չգիտեմ ինչ է լինելու եւ այլն, ճանապարհն եք լայնացնելու, ասում են բա աշխատատեղեր է, ու տենց անդադ ներդրում է եւ այլն, բայց կաշ մտածողությունը ես անդադ օրինակներ բերում եի թողներեն ինձ այն մարդիկ ովքեր ապարանից են, բայց ես գնդունիքի էֆեկտ, այսպես ասած, եզույթը մտցրեցի շրջանառության մեջ, երբ միջպետական թանգանոց ճանապարհի կողքը գայս է մի հատ պուճուր կրպակալում, հետո կրպակը մեծանում է, հետո դնում է հացիփուր, հետո սուպերմարկետ, հետո ինչ, կանատեղի չունեմ, կանատեղիները շարվում են մեքենայի կողքը եւ գնդունիքում կամ ծովագյուղ մարկետում փչացնում են մեր շատ թանգանոց ճանապարհի ընթացքը։ Նույն այսօր տեղանում հյուսիս-հարավը դեռ չավարտված դեպս մեր երեխեքի փողերը, որ պիտի վճարեն, արդեն դրա կողքը ինչ որ օբյեկտներ են առաջանում, որոնք փչացնում են այդ ճանապարհը, ոչ թե գերագիտության մասին չեմ խոսում, այլ ուղղակի դարձնում են դա վտանգավոր, դարձնում են դա գցում են արագությունը եւ այլն։ Եվ ամբողջ այս գիտակարգը, որ այսօր օրինակի համար պետական քաղաքականությունն է, քաղաքացիական կոմիտեն պիտի գա ներդրումներին, աջակցի ներդրումները արագ գնան եւ այլն, ընդհակառակը պիտի լինի, մենք պետքա փորձենք կառավարել զարգացումը եւ որոշականում ուղղորդել զարգացումը։ Զարգացման ուղղորդելը շատ նորից կարող է լինի երկսայր սրի պես կարող է լինի։ Այս էլ թողներն են մարդիկ, ովքեր եկամտային հարկի վերադարձի շահառու են կամ բանկային համակարգում են, բայց այս էլ իմ սիրած թեմաներից մեկն է։ Եկամտային հարկի վերադարձի արդյունքում մենք կառուցեցինք Երևանի տարբեր ուրեմն արվարձաններում, գործարանային տարածքներում ինչ-որ շենքեր կառուցեցինք, ջուրը կոյուղին հələ մի կողմ էլի։ Եկանք ասինք չի կարելի, ժողովուրդ չի կարելի, ասին լավ, Երևանում չի կարելի, կարելի է, չգիտեմ, մինչև 2027 թվական կարելի է կառուցել Երևանի շրջակա մարզերում, հետո մի օղակել են կողմ են գնում։
Երևանի սահմանը Քանաքերավանում, Զովինյում, Արգավանդում ասում են սահմանի կողքը գյուղական բնակավայրի բոլոր 1-2 հարկանի շենքեր հիմա այդտեղ սկսում են աճել 14, 15, 16 հարկանի ինչ-որ շենքեր։ Այդ փողոցների լայնությունը մնում է նույնը, կոյուղին մնում է նույնը, կներես էլ ամենքան կոյուղին քեզ ընդրից չեմ ասի։ Այդ ամեն ինչը մնում է նույնը։ Ծաղկաձոր քաղաք ունի 1700 բնակիչ, հիմակվա Ծաղկաձորում կառուցվող բոլոր շենքերի արդյունքում Ծաղկաձորի բնակչությունը հասնել է 7000 հոգու։ Ծաղկաձորում ոչ էլեկտրալարանցում է փոխվել, ոչ կոյուղի մաքրման համակարգը փոխվել, հələ փողոցները մի կողմ, ընդունենք հետիոտն քաղաք է դառնալու եւ այլն։ Դա հանցագործություն է, որ մենք տեղի ենք ունենում այդ ամեն ինչ իրականացնելու համար եւ քանի որ այդ որոշման մեջ չի եղել զարգացումը կառավարելու ցանկություն։ Եվ իրականացվում է այդ ամեն ինչը եւ դա գնում է Դիլիջան, Ծաղկաձոր եւ այդպես կարող է այդ նույն տրամաբանությամբ գնանք։ Եվ միշտ այստեղ գալիս է այն խնդիրը, որ լավ, բայց չէ որ բիզնեսի կարիքը կա, չգիտեմ, ծածկաշուկայի տեղը Երևան City սարքելու։ Երևան City դու կարող ես սարքել ամեն տեղ, բայց ծածկաշուկա չես կարող սարքես ամեն տեղ, որտեղ ծածկաշուկան միակն է, որը կառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, հենց այս երկրի տղամարդկանց մեծ մասը գտնվում է ռազմաճակատի վրա, օրինակի համար։ Կամ պատմությունը, որ ոնց են այդ հաղթանակի կամուրջի կառուցման համար այդ մեծ կամարաձև, այսպես ասած, բետոնը լցնելու կարկասը նույնությամբ օգտագործել ծածկաշուկայի համար, դրա համար ճիշտ նույն ուրեմն շարևղով է օգտագործում։ Այդ պատմական բաղադրիչը կոնկրետ այս դեպքի համար եմ ասում, կարող ենք տարածենք ամեն տեղ, տարբեր տեղերի համար, այսինքն փոստի շենքի Կոնդի եւ Նորագավիթի կամ մնացած բոլորի դեպքում այն պատմական հավելյալ արժեքը որ կար եւ մենք կարող ենք կառավարենք եւ Ֆիրդուսի 2018-ից հետո նոր ձևված էլիտան, որը նորից ուզում է քաղաքի կենտրոնում ապրել, եթե ընդունենք Հյուսային Պողոտան առաջին այսպես ասած սերնդի էլիտան է ուզում կենտրոնում ապրել, մենք զոհեցինք, կառուցեցինք Հյուսային Պողոտա, հիմա նոր էլիտան ուզում է Բյուրեղում ու Ֆիրդուսիում ապրել, մի քիչ Երևանից ավելի են կողմ եւ զոհեցինք Ֆիրդուսի թաղամասը իր բոլոր պատմական շերտերով։ Պլանավորման նպատակը այդ ամեն ինչը ճիշտ ուղղորդելն է, ուղղորդելու մասին է խոսքը գնում։ Եվ այս առումով կարծում եմ, որ խոսակցությունը, որ կա եւ ընդհանրապես տրամաբանություն այս ամեն ինչը պետք է գնա հակարակողությամբ եւ կարողանանք այնպես անենք, որ յուրաքանչյուր մարդ բնակիչ ով ներդրումանում կարողանա իր ուզած միջավայրում ապրի։ Օրինակ Վահագնի թաղամասը այն բացառություններից է Հայաստանում, որտեղ որոշակի առումով մի չնչին բացառությունով հնարավոր է եղել, այսպես ասած, համընդհանուր խաղի կանոններ մշակել, որը մոտավորապես աճ ձեռքով ձախական ջբռնելով է լուծվել Հովնանյանները, բայց իրենց սեփականության վկայականի մեջ տնակ կամ մի հատ պայմանագիր, որը սահմանափակումներ է դնում այդ գույքի վրա։ Հենց որ գնաց դե կարդում ես, ասում է հողի սահմանից հետ 3 մետր, չգիտեմ, այսքան չի կարելի կառուցապատել։ Այսօր գնում ես Երևան ուզում ես շենք սարքես, որ տուն սարքես ուզում ես Պարիզ պնեն, ասում են Պարիզ թույլ չենք տալ։ Ինչի, ասում է քաղաքապետի բանավոր հրահան գնա։ Կամ Դիլիջան քաղաքում գնում ես շենք ես ուզում հաստատես, ասում են որ պիտի տանիքը թեք լինի, ասում ես ինչու, ասում է քաղաքապետն ասել, եթե չէ չի ստորագրում։ Ես իհարկե ողջունում եմ այդ նախաձեռնությունները, այս որ քաղաքային պլանավորումը քաղաքային պլանավորը ոտեր սրբելով գնում են եւ մեկ անձնավորոշում, ինչ որ որոշումներ ընդունում եւ այլն, բայց սրանք են գործիքներն են, որոնք պետք է նախապես հասկանալին են։ Եթե ես այսպես ասած ալերգիա ունեմ թեք տանիքով շենքերից, ապա նախապես պիտի իմանամ եւ Դիլիջանում չփորձեմ շենք սարքել։ Սա կարծում եմ ֆունդամենտալ կարևոր բան է եւ համաչափ զարգացումը, որը մինչեւ մի քանի տարի շատ հաճախ խոսում էին, այդտեղ էլ ունեմ որոշակի վերապահումներ ես իհարկե, բայց պլանավորումը կառավարելը հենց այդ նպատակը պետք է ունենա եւ այդ կառավարումը ոչ թե մենակ պիտի լինի շենքի խտությունը, որտեղ կարելի է, որտեղ չի կարելի կառուցել, այլ խոշոր առումով նաեւ անդրադառնա բոլոր խնդիրների մասին, տեխնիկական եւ այլն, չգիտեմ, մենք բոլորս գիտենք Սևանի խնդիրների մասին, Սևանի մեջ է լցվում մոտավորապես 100,000 բնակչի կեղտաջուր լցվում է, չհասած հանգստացողն է կեղտաջուր լցվում է Սևանի մեջ եւ Սևանում ցանկացած նոր հյուրանոց կառուցելը դա եւս մի շոկ հանգի կեղտաջուր է Սևանի մեջ, որ լցվում է։ Չեմ ասում Երևանի կեղտաջուրերի մասին, երևի լսել եք, բազմաթիվ անգամներ անդադ ասում եմ։ Երևանի Արարատիայի կայանում է հավաքվում Երևանի ողջ կեղտաջուրերը, անցնում է միայն մեխանիկական մաքրում, թափվում է Հրազդան գետը, Հրազդան գետով գնում Արարատյան դաշտում ջրում են մեր
լոլիկը, մենք ուտում ենք այդ լոլիկը։ Այն դեպքում հենց որ ավիացիայում եվրոպական միության ֆինանսավորմամբ կա մաքրման կայան, որը կարող է Երևանի ողջ ջուրը բիոլոգիական մաքրման ենթարկի, բայց դա չի մաքրում, որովհետև դա ենթադրում է սակագնի բարձրացում, իսկ մենք պատրաստ չենք սակագին բարձրացնենք, որպեսզի Երևանի կեղտաջրերը չլցվեն հրազդանը։ Այսպիսի բարդ, այսպես ասած, շատ քաղաքականացված, այսպես ասած, որոշումների եւ ոչ միայն քաղաքականացված որոշումների համախումբ է, որը մենք ուզենք թե չուզենք պետք է այսպես ասած գնանք այդ ցավոտ, այսպես ասած, ճանապարհով եւ ինչքան այսպես ասած քաղաքական ավելի ստաբիլ եւ հասկանալի վիճակ լինի, բնականաբար այդ իշխանությունը շատ ավելի վստահ կլինի դա անելը։ Նորից եմ ասում, քաղաքական ցիկլերը հասկանալի են, յուրաքանչյուր քաղաքապետ լինի նոյեմբերյանում թե Երևանում խնդիր ունի մինչև հաջորդ ընտրությունները արդյունք ցույց տալու, բայց պետք է լինեն մարդիկ, խմբեր, մասնագիտական հանրույթներ, ովքեր անկախ քաղաքական այսպես ասած վայրվերումներից ունեն գոնե 15-20 տարվա այսպես ասած տեսլականը, որոնք պետք է դրանով գնան առաջ եւ կարծում եմ, որ տարբեր ոլորտներում, այսպես ասած, տարբեր համալսարաններում արդեն այս նման, այսպես ասած, քննարկումներ ունենալը օգնում է, որ այս ինֆորմացիան, այսպես ասած, տարբեր տեղեկությունները, այս մտածողությունը տարբեր տեղերում լինի, որը ավելի կայուն է դարձնում, ավելի հուսալի է դարձնում այս տեսակ քննարկումները։